Ժողովուրդ, հիմա ձեզ ցույց տամ մի հատ հայ կնոջ կոմենտ YouTube-ում իմ վիդեոյի վրա, որտեղ վրացիների մասին եմ պատմում, ընկերության մասին իրանց հետ։ Նայեք, գրել ա «Друзей попросила не выставлять фейки и глупости про армян, пока остановились»։ Դուք հասկացաք, ժողովուրդ։ Դուք հասկացաք, ինչ կարդացինք մենք հիմա ձեր հետ։ Փաստորեն հայ կինը ասում է, որ իր վրացի ընկերները այսքան ժամանակ կիսվել են հակահայկական հոդվածներով ու ինքը ստիպված ա եղել իրանց խնդրի, որ դա չանեն։ Դուք հասկանում եք։ Ես չեմ պատկերացնում, ես չեմ հասկանում ինչ ա կատարվում։ Դուք խոսք չունեմ, այս շոկի մեջ եմ։ Այսքան ես անում եմ, բայց ամեն օր մի բան ա լինում, որից ես ավելի եմ զարմանում ու ավելի եմ շոկի մեջ ընկնում։ Փաստորեն հայ կինը ստիպված ա եղել խնդրի իր վրացի ընկերուհիներին, որ հակահայկական հայատյաց հոդվածներով չկիսվեն։ Հասկանում եք, այնքան ռիսկ ունեն ու այնքան թքած ունեն իրանց հայ ընկերների վրա, որ սենց բացահայտ կիսվում են, իմանալով, որ իրան վիրավորում են, որ ինքը ստիպված ա եղել իրանց խնդրի ու լավ ա գոնե ինչ-որ մի մեջ բան արթնացել, չէ, չի արթնացել, ուղղակի հենց էնա ինչ որ ես ասում եմ, հայը պահանջատեր ա եղել, դրա համար էլ հետ են կանգնել։ Տենց ա ձևը, պահանջատեր լինեք, հետ կկանգնեն։ Ամաչեք, սուս մնաք, վախենաք, խեղճվեք, ավելի շատ կանեն։ Եթե ուզում եք, որ այդ կեղտոտ պահվածքը ձեր ընկերների վերջանա, գոնե ասեք։ Շոկի մեջ եմ, դաժե ես շոկի մեջ եմ, որ 20 տարի ես այդ հարցով եմ զբաղվում, ինձ թվում էր ես ամեն ինչ գիտեմ, ուղղակի ես ձեզ չէի դիմել, դուք ձեր կարծիքը չէիք ասել, ձեր անձնական, օդի մեջ խոսում ենք բոլորս, բայց ես այսօր կոնկրետ ձեզ դիմեցի ու կոնկրետ դուք սկսեցիք ձեր անձնական օպիտից պատմել ու տեսեք ինչեր ա բացահայտվում։ Վեկ ժիվի, վեկ ուչի սեղավ։ Տեսնում եք, ինչքան սովորելու տեղ ունենք մենք բոլորս միասին։ Ու ինչքան իրար տեղ ունենք օգնելու, որ ես դրա մասին խոսում եմ ու ինքը հիմա ձայնը բարձրացնում ա, ասում ա, էդ էլ իրա ցավն ա, չէ, մարդը խոսում ա դրա մասին։